Հասկացան մեր իշխանությունները, որ իշխանությունները արդեն շատ ժամանակ գտնում են գործադրի մեջ, բայց բունի մասը նրանք գործադրի մեջ են գտնվում, ամբողջ մի երկրի մի ժողովուրդ սպասում է, թե երբ իշխանությունները ավարտելու գործադրելը։ Նրանք նույնպես երևի մի բողոքի ձև են գտել գործադրելու, ոչինչ չանելով, ժողովրդի գումարները մսխելով, իրենց գրպանները լցնել, բայց մենք արդեն բավական հասունացել ենք եւ պահանջում ենք, որպեսզի նրանք դադարեցնեն գործադրելը, նրանք սկսեն գործել։ Խոստումներ են տվել, պարտավոր են կատարել իրենց խոստումները։ Եկել են իշխանության ինչ-ինչ ճանապարհներով բոլորս հայտնի, բայց ամեն դեպքում կա նրանց նախընտրական ծրագրերը, խոստումները, նրանք պարտավոր են կատարել։ Եթե չեն կարող կատարել, խնդրեմ, չկա։ Շատ ավելի լավ, թող հրաժարվեն նրանք իշխանությունից, եթե չեն հրաժարվում, ուրեմն մենք նրանց չգիտեն ինչպես հրաժարվել, մենք նրանց քաղաքականությամբ ցույց կտանք ճանապարհը, ինչպես կարելի է հրաժարվել իշխանությունից եւ իշխանության կգան այն մարդիկ, ովքեր պատրաստ են երկրի բնակության համար շատ քիչ քանակությամբ մնացած բնակության համար կատարել որևէ տեղական տեղաշարժ իրական բարեփոխումներ, ոչ թե ճակատավոր բարեփոխումներ, որոնք ճակատավոր բարեփոխումների տակ նրանք եւս ցանկանում են վերջի կոպեկները քաղաքացիների հավաքել իրենց գրպանել եւ 40 տարի հետո չգիտենք կդան, չեն տա 40 տարի ով կլինի, ով չլինի։ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ ֆանտաստիկ ենք ներկայացնում վիճակը, տնտեսության աճել կա, արտագաղթնել այդպես ծավալով չէ, ինչպես ներկայացվում է։ Այսինքն կարող ենք ասել, որ իշխանությունները կտրված են իրականությունից։ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է հայտարարել, տնտեսությունը աճում է, նրանց ընտանեկան տնտեսությունը ընտանեկան բյուջեն բնականաբար աճում է րոպե առ րոպե, արտագաղթ նրանց ընտանիքում բնականաբար չկա, նա ինչ ասում է ընտանիքի համար կարելի է կատարել, բայց ինչ Հայաստանի համար ասում իհարկե կտրված են նրանք իրականությունից կամ ոչ թե չէ ասի կտրված, այլ տեղական, բայց ուրիշ ձև են ներկայացնում, իրենց ինչպես որ ծերունու էպես են ներկայացնում։ Բնականաբար Հայաստանի տնտեսական աճ միանշանակ չկա, արտագաղթը շատ մեծ ծավալների է հասնում ու իշխանությունների ասած որևէ խոսք, որևէ մի բառ կամ տալ վստահություն չի ներշնչում եւ հավատ չի ներշնչում բնակության մոտ։ Այն չեք ակնկալում, սա ինչ-որ չափով կստափեցնի ահագին ժամանակ է մայրաքաղաքում ցույցեր են, տարբեր կառույցների աշխատակիցներ են հենց դեմ, ոտքի են կանգնում։ Պետք է չէ միահամուռ պայքար, որպեսզի ասենք մեծ թափ, որպեսզի սա թափեցնի։ Անպայման մենք փոքր քայլերով եթե մեր ողջ ժողովուրդը կապ չունի աշխատող չէ, ելնում է ոտքի պահանջի իր բաժնային ներկայացնի, չի կարող չկատարել կառավարությունը։ Հենց մեր խնդիրը այն է, որ մենք շատ փոքր քանակներով ենք պահանջում եւ մեր ձայնը տեղ չի հասնում։ Եթե մենք ամբողջը մեզ լինի, հետեւաբար մեր ձայնը անպայման կհասնի, եւ նրանք ստիպված կլինեն ծառայել մեզ, որտեղ մենք նրանց համար ծառայում։ Աշխատող եք եւ ձեր աշխատավարձից հետ պահում արել։ Չէ, հենց այդ է, որ ես աշխատող չեմ եւ պահանջից են, որ ինձ համար թող իրանք աշխատատեղ ստեղծեն բարեկեցիկ կյանք, որ կարամ հիմա ապրեմ։ Բայց ժամանակ արդեն մտածեն կուտակային վճարելու կամ չվճարելու համար։ Նրանք չեն ստեղծում աշխատատեղ եւ պահանջում են կուտակային, որտեղից տան մարդը։ Նա չի կարող անգամ իր սովորական առօրյա հիմա ապրել, ինչպես ապրի, ինչպես մտածի 30 տարի հետո ապրելու համար։ Նա տեսա, որ